Պատմության հենց սկզբում մարդկության միջև սկսում է դաժան պայքար։ Պայքար սեփականության համար։ Ժամանակի ընթացքում պայքարն ստանում է ավելի քաղաքակիրթ բնույթ։ Փոխվում է դրա գործիքակազմը, սակայն հետևանքները շարունակում են մնալ դաժան։ Լևոն և Էմմա Թելոյաններն արդեն 12 տարի նման պայքարի մեջ են։ Դատական վեճի առարկան այս ռեստորանն է հարակից շինություններով, որոնք մայր ու որդի են կառուցել։ Պատմությունը սկսվում է 90-ականներից, երբ Էմմա Թելոյանը Պրոշյան 19 հասցեում գտնվող երկհարկանի սեփական տան առաջին հարկում 17 քառակուսի մետր տարածք նվիրատվություն է ստանում։ Որդին այստեղ փոքր բիզնես է հիմնում ու գրեթե ամբողջ տունը գնում։ 90 թվականից մենք գնել ենք Պրոշյան 19-ի ձախ մասի 360 քառակուսի 2004 թվականին 3 թվականին գնեցինք աջ մասը ամբողջությամբ շենքը։ Լևոնի գնաց տան երկրորդ հարկը պատկանել է Դնգիկյանների ընտանիքին, որոնք 84 թվականին արտագաղթել են ԱՄՆ, որից հետո հարկը մնացել է անբնակ։ Մոտ 2 ամիս է գնել ենք, մի տղամարդ է մեծ մոտիկանում, Գագիկ Խուդավերդյան անունով։ Գալի ասում է, որ գիտեք ինչ երկրորդ հարկի իմն է։ Ըստ Լևոնի հակառակ կողմն իրեն առաջարկել է $70,000 գնել երկրորդ հարկը, որը 2003-ի համար չափազանց մեծ գին էր։ Ասում ենք վաճառը չեմ ուզում, կինը բացում է դուռը, ասում է դու տղա ջան, ինձ չես ճանաչում, մենք ով ենք։ Հետո իմանամ, որ ինքը Կարինե Հակոբյանը, դադավորը Գագիկ Խուդավերդյանի ամուսինն է։ Մի խոսքով լավ բաներ չի լինի, որ այս տունը դու մեզնից չառնես։ Լիազորված անձ էինք եղել։ Հիմա փաստաբան ունես 10 քանի տարի է։ Ներզի ընդհանրապես պետք չի մեղադրել մենք այդ շենքի հետ ոչ կապ ունենք, ոչ տերն ենք, ոչ էլ տնօրենն ենք։ Գագիկ Խուդավերդյանը ԱՄՆ-ում գտնվող Գևորգ Դնգիկյանի լիազորված անձն էր, որը ներկայացրել է Գևորգի հոր կատակը, ըստ որի նրան էր անցնում տան վերին հարկը։ Այդ պահից 2003-ից սկսվում են դատական քաշքշուկներ, որոնց արդյունքում Գևորգ Դնգիկյանին են անցնում ոչ միայն կտակով իրեն թողնված տան մի հատվածը, այլև Լևոնի գնաց ու կառուցապատած մասը։ Մանրամասները ներկայացնում է Դնգիկյանի փաստաբան Տիգրան Աթանասյանը։ Անվավեր է ճանաչվել նաև ինքնական կառույցների գրանցումը իր անվամբ։ Էմմա Թելոյանին պարտավորեցվել է քանդել իրենց կողմից կառուցված ինքնական շինությունները։ 90 թվականին այս բոլորն են գնել։ Հիմի սա են խլել, ու սա։ Ես ոչինչ բան չունեմ, բացի 17 քառակուսից։ Բոլորը սա քանդվատակ է, սա 90 թվականից եմ ես սարքել 200 քառակուսի։ Մենակ սա ունենա։ Այսօր ենք համատակ տվել, զալնել 350 քառակուսի։ Վերջո օրինական գնել էին, չէ՞, այդ։ Ոչ, անօրինական էին գնել։ Քանի որ Գևորգ Դնգիկյանը համասեփականատեր է այդ անշարժ գույքի, մյուս համասեփականատերը չէր կարող վաճառել Թելոյաններին։ Նախ պետք է ստանար կամ համաձայնությունը Դնգիկյանի կամ առաջարկեր իրեն գնել այդ անշարժ գույքը։ Թելոյաններն իրենց հերթին դիմել են իրավապահներին, Խուդավերդյանին ու Դնգիկյանին մեղադրելով ԱՄՆ-ից կեղծ կտակ ներկայացնելու մեջ։ Իրավապահները ժամանակին նույնիսկ քրեական գործ են հարուցել։ 2007 թվականին քրեական գործ հարուցվավ։ Գագիկ Խուդավերդյանին եւ Գևորգ Դնգիկյանին ռոսկի տակ տվեցին։ Փորձում էին մեղադրել նախաքննական մարմինը նրանով, որ ինքը կեղծ կտակ է բերել եւ դրա հիմա վրա կատարել գործողություններ, հանցակազմի բացակայությամբ կարճվել է այդ գործը։ Քրեական գործերը հարուցում է, արձագանքում է իր լիազորված անձը Գագիկ Խուդավերդյանը, որոնք էլ հետագայում դիմում են դատարան, ամբողջ հարուցման որոշումները դատական կարգով վերացնում։ Կրկին է հարուցում նոր Երևան եկած հանգամանքներով քրեական գործ, նորից դիմում են դատարան, նորից վերացվում է հարուցման որոշումները։ Երրորդ անգամ գլխավոր դատախազի կողմից նոր Երևան եկած հանգամանքներով հարուցում քրեական գործ, հասնում է դատարանում քննություն է կատարվում, դատարանը նոր կարճում։ Իդեպ քրեական գործ հարուցելու համար ըստ Լևոնի փաստաբան Արմեն Հարությունյանի հիմք է ծառայել կտակի վերաբերել փորձագետի եզրակացությունը։ Համաձայնագրի փորձաքննության եզրակացության կտակի արկա վկայի եւ կտակարարի ձեռագրերը գրառումները կատարված են միևնույն անձի կողմից։ Կտակ գրողն էլ, կտակը ստորագրող վկաներն էլ նույն անձիկ են, մի անձ է։ Չկա նման բան։ Ոչ մի փորձագետի եզրակացություն չկա, որ դա կեղծ է։ Մենք ունենք Մասաչուսեթս նահանգի նահանգապետի կողմից վավերացված պատճենը ուղարկված։ Եթե իրենք մեղադրում են, որ Մասաչուսեթսի նահանգապետն էլ է Դնգիկյանի հետ ուշնումիտքը թողած ուզում իրենց Պրոշյան 19 քարանձավը վերցնի, արդեն գնում ենք Զավեշտի դաշտ։ Պրոշյան 19 հասցեում գտնվող ռեստորանը կնքել են դահակաաշխատակիցները։ Դնգիկյանի փաստաբանը սպասում է Եվրադատարանի որոշումն այս հարցով, որը դատական կատարածուներին կստիպի կատարել դեռ 2006-ին կայացված վճիռը։ Լևոնն էլ չի պատրաստվում հանձնվել։ Հիմա օգտագործում է դատարանով իրեն թողնված 17 քառակուսի մետր տարածքը։ Դաժինջի հող չեն թողել, որ մտնեմ իմ տուն։ Կադաստրը ասում է, ասեք այս մարդը ոնց մտնի իր տուն։
Ի տարբերություն նախորդ պատմության, այս մեկը կարծես նոր է սկսվում։ Այստեղ էլ է պայքար գնում սեփականության համար։ Կարեն Եղիազարյանի հետ գնում ենք իսրայելյան 43 շենքի իրենց բնակարանը։ Ասում է վերջերս են պարզել, որ այն աճուրդով վաճառվել է։ Ամեն ինչ սկսվել է 2008-ին, երբ Կարենի շինարարական բիզնեսի համար եղբայրը Արմենը գրավադրում է հայրական տունը, բայց շինարարական բիզնեսի անկումից հետո, ինչպես ասում են, տակ է տալիս ու պարտքը կուտակելով հասնում է 50-60 հազար դոլարի։ Շինարարական ընկերությունը դատարանը ճանաչում է սնանկ։ Հովհաննես Սողոմոնյանը նշանակվել է դատարանի կողմից որպես սնկի կառավարիչ։ Մենք աճուրդի մասին չենք իմանում, դե չենք որ ժամանակ այդ օրը աճուրդը տեղ ունեցել։ Կարենի խոսքով բարեկամները պատրաստ էին օգնել ու գնել տունը, ինչի մասին տեղյակ են պահել սնանկության կառավարչին։ Նրա հետ էլ զրուցեցինք։ Հավաստում էր, որ ընտանիքին մեկ անգամ ամենասկզբում տեղեկացրել են, որ խնդիրը լուծվելու է աճուրդով։ Մենք ասել էինք իրան, որ եթե նմանատիպ բան կլինի, բնակարանը նորից հետ ոնց որ ասում առնենք։ Իրենք ասում են, որ ձեզ հանդիպել են, ցանկություն են հայտնել գնել տունը, դուք Գործունեք չկա, ես չեմ կարող ձեր այդ հարցերը կարգավորել։ Ես ասում եմ հայտը ներկայացրեք, եկեք ձեր տունը գնեք, հույս բան չեմ։ Ես հայտարարություն եմ տվել ամբողջ հանրապետությունում եք այդ հայտարարությունը կարդում են։ Ինքը անընդհատ էսենց էր ասում, որ ասենք չի հնարավոր չի, օրենքը չի թույլ տալիս եւ այլն եւ բանկը կարող է թույլ չտա։ Կարենն ասում է, որ պատահական են իմացել, որ փոքր կենտրոնում գտնվող իրենց 120 քառակուսի մետրանոց տունը աճուրդով վաճառվել է 80,000 դոլարով։ Դատարանը մեզ թույլ է տալիս, դատարանը մեզ իրավունք է տալիս, մեզ չի էլի ասենք որ կառավարիչ ինքը իրավունք ունենա, ասենք ինքն ունեն այդ գործողությունն անի ու առանց տեղեկացնելու ոչ դատարանին, ոչ ասենք ոչ են ընդդեմ։ Տան գնորդի Գագիկ Բաբայանի հետ ըստ եղբայրների շփվել են հենց սնանկության կառավարչի միջոցով, որը նշել է, թե նոր տերը նույն գնով պատրաստ է տունը նորից վաճառել։ Չնայած Գագիկի մասով կասկածներ է առաջացել։ Գագիկ Բաբայանը խադավիկ է, որը որ ես հաստատ համոզված եմ ճշտել եմ նաև որ գումար չուներ եւ չէր կարող 80,000 գումար ունենալ, որ այդ բնակարանը գներ։ Մինչ Եղիազարյանները գումար էին հայթայթում, որ Գագիկից հետ գնեն տունը, տեղեկանում են, որ բնակարանը գնելուց օրեր անց վերավաճառել է այլ անձանց։ Բաբայան Գագիկը վաճառել է Մարտա Մելիքսեցյանի եւ Ալեքսեյ Սահակյանի 130,000 դոլարով։ 90,000 ձևակերպել են ուրեմն հիպոթեկային վար Հայկոնում բանկում, որտեղ որ այդ բնակարանը արդեն դրված էր եղել որպես գրավի միջոց։ Ալեքսանդր Սահակյանն էլ աշխատում էր Հայկոնում բանկում։ Կարենին զարմացնում է փաստը, թե ինչպես են իր տան նոր գնորդները հաշված օրերի ընթացքում կարողացել հսկայական գումարի հիպոթեք ձևակերպել նույն բանկում, որտեղ ժամանակին գրավադրված էր իր տունը ու որտեղ փաստորեն աշխատում էր հենց գնորդը։ 5 օրում բնակարանի բակ ոչ մեկին չեն տա։ Քանի անգամ գալիս են նկարում են։ Գալիս են բնակարանը նայում են ու շատի զննում են։ Այդ մարդիկ այս բնակարանը ոչ չեն դրել ընդհանրապես եւ չեն էլ իմանում թե որը որտեղ է եւ ինչ բնակարան է։ Ոստիկանությունում խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցված։ Եղիազարյանները համոզված են, որ իրենց տան առաջին գնորդը Գագիկ Բաբայանը ընդհանրապես գնորդի դեր է խաղացել։ Զանգարեցինք իրան, ասացինք ես ինչ բան է, էլի, ասենք դու գիտես գոնե ինչ բնակարան ես գնել։ Ինքը ասաց ես այդ բնակարանի հետ ընդհանրապես կապ չունեմ ու բնակարան ես ոչ մի բնակարան էլ չեմ առել։ Այս ամեն ինչը ոնց որ ասում արվել է խարդախություն է, յա, բնականա խարդախություն է։ Տան գնորդների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նրանք ըստ Եղիազարյանների դիմում են ներկայացրել ոստիկանություն ու խնդրել վտարել իրենց բնակարանից։ Եղբայրները խոստանում են միջև վերջ գնալ, բացել կծիկը, պարզել, թե ինչպես այս տունն արագ ձեռքից ձեռք անցավ ու ով է կանգնած իրենց խոսքով այս մեքենայությունների հետևում։ Մյուս կողմից շեշտում են, որ հիմա էլ պատրաստ են հետ գնել իրենց հայրական տունը։ Արմեն Աթալյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։